Ես Անուշ Մանուկյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարը։ Այսօր, երբ բժշկությունը գնալով ավելի է հիմնվում ապացույցների, ճշգրիտ տվյալների եւ անհատականացված մոտեցման վրա, լաբորատոր ախտորոշման դերը դարձել է առանցքային։ Շատ հաճախ հիվանդի ախտորոշման, բուժման մարտավարության ընտրության եւ նույնիսկ հետագա կանխատեսման հիմքում կանգնած է հենց լաբորատոր ծառայությունը եւ լաբորատոր արդյունքը։ Բժիշկը որոշում է կայացնում պացիենտի կանգատների, զննման եւ հետազոտությունների հիման վրա։ Բայց պետք է հստակ հասկանալ, որ լաբորատոր տվյալը պարզապես թվերի շարք չէ, այն բժշկական որոշումների կարևորագույն գործիք է։ Եթե այդ տվյալը ճշգրիտ չէ, ժամանակին չէ կամ պատշաճ չէ, դա կարող է ազդել ամբողջ բուժական գործընթացի վրա։ Այսինքն լաբորատորիայի որակը անմիջականորեն կապված է պացիենտի անվտանգության հետ։ Այդ պատճառով մեզ համար առաջնահերթություն է հետազոտություն կատարել այնպիսի լաբորատոր սարքավորումներով եւ այնպիսի լաբորատոր ռեագենտներով, որոնք կտան լավագույն եւ ճշգրիտ արդյունք։ Երբ խոսում ենք ճշգրիտ լաբորատոր ախտորոշման մասին, պետք է հիշենք, որ որակը սկսվում է շատ ավելի վաղ, քան նմուշը հասնում է անալիզատորին։ Այն սկսվում է նախաանալիտիկ փուլից, պացիենտի ճիշտ նախապատրաստումից, նմուշարման կանոնների պահպանումից, նմուշի ճիշտ մակնշումից, տեղափոխումից եւ պահպանման պայմաններից։ Այնուհետև գալիս է անալիտիկ փուլը, որտեղ կարևոր են մեթոդների վալիդացումը, ռեագենտների որակը, անձնակազմի պատրաստվածությունը։ Իսկ հետո հետանալիտիկ փուլը, որտեղ կարևոր է արդյունքի ճիշտ գնահատելը, ժամանակին տրամադրելը եւ կլինիկական կիրառելիությունը։ Այս ամբողջ շղթայում որակը չի կարող պատահական լինել։ Այն պետք է լինի վերահսկված եւ կառավարելի։ Այն պետք է կառավարվի ամեն օր։ Այստեղ առանձնահատուկ կարևորություն ունեն որակի ներքին եւ արտաքին կառավարման համակարգերը։ Ներքին որակի կառավարման համակարգը մեզ հնարավորություն է տալիս ամենօրյա ռեժիմով վերահսկել, թե արդյոք մեր հետազոտական համակարգերը կայուն են աշխատում, արդյոք արդյունքները վերարտադրելի են եւ արդյոք որևէ շեղում հայտնաբերված չկա, իսկ եթե կա, դրանք շտկվում են ժամանակին։ Ներքին որակի վերահսկումը մեզ համար պարզապես տեխնիկական պահանջ չէ, դա մտածելակերպ է, որը ենթադրում է թափանցիկություն եւ պատասխանատվություն յուրաքանչյուր րոպեում։ Արտաքին որակի գնահատումը եւս ոչ պակաս կարեւոր է, որովհետեւ այն թույլ է տալիս մեր աշխատանքի ճշգրտությունը համեմատել այլ լաբորատորիաների եւ ընդունված ստանդարտների հետ։ Սա մեզ թույլ է տալիս ոչ միայն վերահսկել, այլ նաեւ շարունակական կատարելագործվել։ Արտաքին գնահատման ծրագրերին մասնակցությունը նշանակում է, որ լաբորատորիան պատրաստ է իր աշխատանքը համեմատել լավագույն միջազգային փորձի հետ, բացահայտել զարգացման կետեր եւ շարունակական բարձրացնել իր մակարդակը։ Սակայն այսօր միայն տեխնիկապես լավ աշխատելը բավարար չէ։ Ժամանակակից առողջապահության մեջ ավելի ու ավելի հաճախ են խոսում value-based, այսինքն արժեքահեն լաբորատոր ծառայության մասին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ լաբորատորիան չպետք է սահմանափակվի միայն մեծ քանակությամբ հետազոտություններ իրականացնելով, այլ իրական արժեքը ստեղծվում է այն ժամանակ, երբ ճիշտ հետազոտությունը նշանակում է ճիշտ պահին եւ ճիշտ պացիենտի համար, եւ ստացված արդյունքը օգնում է բժշկին ընդունել առավել հիմնավորված բժշկական որոշում։ Այստեղ կարևոր է ոչ միայն հետազոտությունների ծավալը, այլ դրանց կլինիկորեն օգտագործելիությունը, այսինքն կիրառելիությունը, արդյունավետությունը եւ ազդեցությունը պացիենտի վերջնական արդյունքի վրա։ Արժեքային լաբորատոր ծառայությունը նշանակում է խուսափել ոչ անհրաժեշտ հետազոտություններից, նվազեցնել սխալների ռիսկը եւ արագացնել ախտորոշման ճանապարհը, ինչը նպաստում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ բուժման արդյունավետ կառավարմանը։ Վիտամեդում մեր լաբորատոր ծառայությունը տեսնում ենք հենց այս տեսանկյունից, որպես բժշկական օգնության կարևոր գործընկեր, ոչ թե պարզապես օժանդակ օղակ։ Մեր նպատակը միայն արդյունք տալը չէ, այլ ստանալ այնպիսի կիրառելի արժեքավոր արդյունք, որը կօգնի բժշկին իրականացնել կլինիկական ախտորոշում եւ բուժում։ Իմ խորին համոզմամբ ուժեղ լաբորատորիան ուժեղ բժշկության հիմնասյուներից մեկն է, որքան ավելի մեծ ուշադրություն դարձնենք
ստանդարտացմանը, որակի կառավարմանը, մասնավորապես շարունակական զարգացմանը եւ արժեքահեն լաբորատոր ծառայությանը, այնքան ավելի վստահելի եւ արդյունավետ կլինի լաբորատոր ախտորոշումը եւ առողջապահությունը մեր երկրում։ Վերջում ուզում եմ ընդգծել, որ լաբորատոր արդյունքի հետևում միշտ կա պատասխանատվություն։ Իսկ այդ պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է ամեն օր աշխատել ավելի ճիշտ, ավելի վստահելի եւ ավելի վերահսկելի, ավելի արժեքավոր եւ արժեքահեն լաբորատոր ծառայություն ապահովելու համար։